անտեսանելի Տոնինո հեքիաթը։ Ահա, Տոնինո անունով մի տղա առանց դասը սովորելու գնաց փողոց։ Ասում էին իրեն, եթե կարողանայի անտեսանելի լինել Տոնինոյի անվանը, տղան պատասխանեց. Եկա, եթե մտքերի հարցում էի։ Խորանում մեծ աղմուկ բարձրացավ։ Նրանց մտքով անգամ չէր անցնում, բանավար չվճարեց ավտոբուսի համար։ Երբերումներով մի ծանր հայուց ասա, որ դատարկ է նստարանը։ Եվ գնաց ուղղից էր զգաց, որ հեյսակը խեղճ տվի։ Իսկ այն օդի մեջ կախված է մնում։ Նա խմորեղենի խանութ և սկսեց ուզածի պես վայելել աջ։ Շոկոլադե էկլերների և շատ տարատեսություն անգամ չունեմ իմանալու, պատասխանեց վաճառողուհին։ Ինչպես է նրանք դուրս գալիս Հուիսկարդոյին։ Նրանք նրան ոչ տեսնում էին, ոչ նկատում։ Պատշգամբում իրեն էր սպասում։ Ես այստեղ եմ, մայրիկ, բղավեց Տոնինոն։ Մայրիկը սակայն ոչ տեսնում էր նրան, ոչ էլ լսում։ Ու Տոնինոն այսքան ուշանում, մի բան պատահած չլինի նրան։ Բայց ում են պետք արդյունքները, եթե ոչ ոք դրանք չի տեսնում։ Ուզում եմ, որ հայրիկս ինձ տեսնի։ Ուզում եմ մայրիկս վրաս բարկանա։ Տոնինո, այդ բանին պատշգամբից բղավեց մայրիկը։ Դու ինձ տեսնում ես։ Ավելի լավ կլիներ, որ չտեսնեի։ Արի այստեղ շուտ արա։ Տես հիմա հայրիկդ քեզ ինչ ցույց կտա։ Դե մի չափազանցրու, պատասխանեց ծերուկը։